Բարև ձեզ։ Ես ուզում էի ասեի, պատրաստում ենք մեր հարցին լուծում գոնե տան, անորոշ վիճակը, այս 8 օրես հիմնարկը փակա, անորոշ վիճակը ոչ մեկ չեն իմանում երբ կլինի։ Կոնկրետ մի հատ մեկի հարցին հետաքրքրվի, կան իմանան այս 70 հոգին աշխատատեղերը կբացվի, մի օր կմնա, 10 օր կմնա, երբ կբացվի, գոնե մեզ մի բանով հույս տան, որ մենք էլ հույսով սպասենք խոսքի մի օրից, 10 օրից, որ իմանանք մենք մեր անելիքը, չէ, եթե չի բացվելու, գոնե ամեն-մեկը գնա իր գլխի ճարը տենա։ Բանկերում մեկին այս 8 օրերի ընթացքում երկուշաբթի օրը հենց Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց, փաստացի, այդ օրից սկսած որևէ մեկին փորձել եք դիմելով, օրինակ քննչական կոմիտե դիմեք կամ համապատասխան մարմիններին իմանաք ինչ է լինելու ձեր ճակատագիրը։ Ամսի 11-ին կենտրոն հեռուստատեսությունն է եկել, նույն ձևի նկարել ենք, ուրիշ տեղ դեռ չէ։ Մենք սպասում ենք գոնե մի պատասխանի, բայց հիմա նաղդի անորոշ վիճակ է։ Ոչ մեկ ոչ մի պատասխան չեն տվել։ Պատասխանի պարզ կլինի կբացվի թե չէ։ Դա ասենք խոսակցությունների մեջ է։ Հիմա ներկա պահին մենք սպասում ենք մի կես ժամ 5-10 րոպե, եթե չէ բոլորս միասին Բարսանանուլ ենք Աբովյանի քննչական կոմիտե, որտեղից որ կապարակ ընկվել է։ Ըստ դրան արդեն մենք մեր քայլերը, եթե պատասխան չստացանք, կարող է վիշտենք Երևան-Սևան մարյուղին փակենք։ Եթե ձեզ հարմար կլինի, միանաք մեզ։ Մենք մի այս պահին Բարսանում ենք Աբովյանի քննչական կոմիտե, որ կապարակ ընկվել է։ Դուք կոնկրետ այս ընկերությունում ինչ գործունեությամբ եք։ Ես սղոցավար եմ։ Ասենք մեծ քարերից աշխատանքը կանգ առել։ Մենք շաբաթ օրը մենք շաբաշարել ենք, գնացել ենք տուն, այն նպատակով երկու շաբթի մեր աշխատանքային շորերը ձեռնես եկել են գործան, ոստիկանությունը չի թողել, ասել է փակ է։ Գնացեք տուն, ձեզ ավելի տեղ է կպահին, բայց 70 հոգուց աշխատող ունենք, ամեն մեկը տան հոգս ունի, վարկ ունի ու բոլոր հարցերը։ Ու բացի դրանից Հիսուս Քրիստոսի արձանի մշակվող կարը հենց մեր գործարանից է։ Այսինքն Հիսուս Քրիստոսի արձանի այդ աշխատանքներն են կանգ առել կապած։ Եթե այստեղից հումքը չի ուղարկվում ընդ, իհարկե կանգնած է։ Դա աշխարհով մեկ հայտարարակ վիճակ է։ Թե իրենք հարցում են Գագիկ Ծառուկյանի հետ, թող Գագիկ Ծառուկյանի հետ նստեն բանակցելու Գագիկ Ծառուկյանը աշխատողների ինչ մեղավոր է։ Այսինքն մարդիկ վարկեր ունեն։ Պետք է հասկանան